Ես եւ իմ 3 հարցերը։ Եթե Հայաստանը բացում է երկաթուղային կապեր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով, ինչպես են ապահովելի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանության ապահովումն ու վերահսկողությունը։ Ինչու իշխանությունը խոսում տնտեսական օգուտներից, բայց չի ներկայացնում հնարավոր անվտանգության եւ ռազմավարական ռիսկերը։ Որովհետեւ այս իշխանությանը դա չի հետաքրքրում։ Իրենց համար շատ կարևոր է, որ իրենց ղեկավարները գոհ մնան։ Իսկ ինչու է բացում է, որովհետև 300,000 ադրբեջանցիներ պատրաստ կանգնած են, որ թե մեքենաներով, թե գնացքներով ժամանեն Հայաստան։ Տնտեսական էֆեկտ դրանում ես չգիտեմ ինչքանով կա, բայց իրենք փակում են ամենագլխավոր ճանապարհը։ Մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ փչացնելով, թշնամացնելով հարաբերությունները, ինչը որ մենք ամեն օր տեսնում ենք։ Պարոն Կարապետյան, ինչ է Սաֆարովների կանխարգելման օրենքը եւ ինչու է դրա ընդունումը կարեւոր Հայաստանի անվտանգության համար։ Եվ ինչ կասեք այն մարդկանց, ովքեր չեն մասնակցի եւ չեն ստորագրի օրենքի ընդունման համար։ Ինչի թվում թե կլինի այդպիսի մարդ, ով չի ստորագրի այդ օրենքը։ Իսկ ինչ է նշանակում օրենքը, դա միակ տարբերակն է, որ Հայաստանը չհայաթափեն, Հայաստանը մնա հայկական, քանի որ մենք ամեն օր ունենք անհանգստություն, որ այս իշխանությունը հաջորդ փորձանքն է բերելու մեր երկրի գլխին։ Ինչպես Արցախի գլխին բերեցին, հիմա էլ կբերեն Հայաստանի գլխին։ Կբերեն, լցնեն ադրբեջանցիներով, հետագայում կունենանք խաղաղ Հայաստան առանց հայերի։ Ես գտնում եմ նույնիսկ պարտավոր են ստորագրեն Փաշինյանի թիմակիցները, քանի որ Փաշինյանը շատ հաճույքով այս բոլոր փորձանքները բերելով հանգիստ կգնաք վայելի իր Կանադայի տունը, իսկ իրենք մնալու են Հայաստանում եւ ամեն օր առնչվելու են հայերի հետ եւ Հայաստանին իրենց կողմից բերված խնդիրների հետ։ Պարոն Կարապետյան, հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալու մեր գլխավոր հանրահավաքը։ Ինչ նշանակություն ունի այդ հանրահավաքը մեր հայ ազգի համար։ Այդ հանրահավաքով մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ ինքը արդեն համախմբված է, միասնական է եւ իր լուրջ խոսքն է ասելու, որ դեմ է 300,000 ադրբեջանցիներին, դեմ է Փաշինյանի իշխանությանը։ Մենք պետք է այդ օրը ամբողջ աշխարհին ցույց տանք, որ Փաշինյանը բոլորիդ խաբում է, ինքը Հայաստանում չունի իշխանություն։ Ես ուրախ կլինեի, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ չեն ընտրելու, նույնպես մասնակցեին հանրահավաքին։ Դրանով կասեն իրենց խոսքը, որ իրենք դեմ են ադրբեջանցիների Հայաստան գալուն։ Իսկ եթե իրենք չգան, ես անհանգստություն ունեմ, որ հաջորդ հանրահավաքներին հրապարակում կլինեն ադրբեջանցիները։ Բայց հունիսի 7-ից հետո մենք դա թույլ չենք տալու։